Հայաստանում շարունակվել է Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովը։ Նախորեն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, նաև այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան թեզի ու Հայաստանի սահմանադրության մասին։ Թեմային անդրադարձել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խնդրեմ։ Շնորհակալություն, բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Երևանյան երկխոսությունը համաժողովը, որ այս օրերին ընթանում է Երևանում, ինչ խոսք տարածաշրջանային իրադարձություն է։ Միջոցառումը, որը իր շուրջ հավաքել է մի շարք երկրների առաջնորդների եւ դիվանագետների, այս տարի շատ կարևոր ենթավեռնագիր ունի։ Երևանյան երկխոսություն, Հարավային Կովկասը, ռազմավարական հանգույց, մարտահրավերներ եւ հնարավորություններ։ Ինչ խոսք, մեր տարածաշրջանը դարեր շարունակ իրապես ռազմավարական հանգույց է եղել եւ մարտահրավերներով, փորձություններով լի տարածաշրջան, բայց կարող եք արդյոք հիշել դեպքեր կամ գոնե մեկ եզակի դեպք, երբ այդ մարտահրավերները լուծվել են ոչ թե հրի ու սրի, մեր ժամանակակից լեզվով ասած ռազմական միջնորդությամբ, այլ երկխոսության եւ փոխըմբռնման ճանապարհով։ Երևի դուք եք դժվարանում։ Ինչ խոսք, ես էլ։ Ու ցավալին գիտեք որն է, որ այս իրավիճակը այնպես չէ, որ 100-ամյակների ընթացքում փոփոխվել է։ Ցավոք, իրարամերժությամբ լեցուն այս տարածաշրջանում բացառապես ուժն է ծնում իրավունք, ու կապ չունի դա ինչ ուժի մասն է խոսքը, սեփական ուժի, թե հովանավորյալ ուժի։ Ուստի սպառնալիքները դեռ մնում են, ինչպես ասում են, օդում կախված։ Այսպիսով, Հայաստանը ուզում է հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրություններում չկա իր տարածքում հակամարտությունը լուծել եւ փակել եւ այն արտահանել Հայաստանի Հանրապետության տարածք։ Վարչապետ Փաշինյանն է այս տեսակետն ու մտահոգությունները հայտնել իր խոսքում, առաջին անգամը չէ, որ նա բարձրաձայնում է այս խնդրի մասին, լինենք անկեղծ, մեջբերեմ վարչապետի խոսքը։ Ուզում եմ համոզվել, հավաստիանալ, որ մենք եւ Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը։ Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտության իրավիճակը փակել եւ արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք։ Ինչու ենք այդպես ասում, որովհետեւ գիտեք, որ դժբախտաբար վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան, եւ գիտեք մեր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ։ Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկը ապագայի համար։ Իհարկե առաջարկներ հնչել են, բայց այս հատվածի վրա եմ ուզում կենտրոնացնել մեր ուշադրությունը, հետաքրքրական մի դրվագ կա։ Արդյոք հաղթողն ու պարտվողը նույն կերպ են ընկալում իրավիճակը։ Խոսքս վարչապետի հայտարարության մասն է, որ ասում եմ, մենք եւ Ադրբեջանը նույն կերպ պետք է մոտենանք հարցին։ Արդյոք հաղթողն ու պարտվողը նույն կերպ են ընկալում։ Կասկածում եմ։ Մանավանդ երբ դիմացինը ագրեսորին չի զսպում եւ քայլ չի ձեռնարկում։ Իհարկե մյուս կողմից ես գիտակցում եմ, որ խաղաղությունը դա շատ նուրբ ճարտարապետություն է եւ ցանկացած ծուռ բառ կարող է խալխլել առանց այդ էլ փուխր հիմքերը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւս հետաքրքրական մտքեր է արտահայտել այս թեմայի շուրջ։ Միրզոյանը կարծում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնության մոդելը կարող է արտահանվել հակամարտության մեջ գտնվող այլ տարածաշրջաններ։ Այստեղ շատ հետաքրքրական է։ Այն, որ աշխարհը լի է մարտահրավերներով եւ չհանգուցալուծված խնդիրներով, դա իհարկե փաստ է, բայց միթե հայ-ադրբեջանական հակամարտության մոդելը կարող է օրինակ ծառայել մյուսների համար, անգամ եթե տեքստի մասին է խոսքը գնում, հա։ Այդ ինչ մի մոդել է, այն էլ դեռ չսորագրված, դեռ չվավերացված, որ մի հատ էլ մենք ցանկանում ենք օրինակ դարձնել մյուսների համար։ Ինչպես այս պարագայում կասեր դասականը, համեստ տղաներ, համեստ։ Որն է օրինակելի այս հարցի մեջ, որ 30 տարի անկախություն ենք խաղում, որ 2-3 սերունդ ենք մեծացնում այդ գաղափարախոսությամբ, որ 90-ականներին հաղթում ենք, հաղթանակ ենք տոնում, բայց չենք ամրագրում այդ հաղթանակը ու ավելին հավասարը հավասարի հետ, պարտվողի հետ գնում ենք բանակցելու, դե հիմա թող մեզ հետ Ադրբեջանը հավասարը հավասարի բանակցի ճիշտ այնպես, ինչպես մենք 90-ականներին գնացինք։ Չի անի, չէ, իհարկե չի անի։ Մեր սխալների վրա ինչ խոսք, թշնամին միշտ էլ սովորել է։
Նա ոչ միայն չի բանակցի մեզ հետ, այն էլ հավասարը հավասարի, նա առավելապաշտական դիրքերից հանդես կգա միշտ, մենք դա տեսնում ենք հիմա։ Ինչ օրինակի մասին է խոսքը, երբ հազարավոր զոհեր ենք տվել, կյանք չմտած երիտասարդները անմահացել են եռաբլրում, երբ ունենք բազմաթիվ ռազմական գերիներ, անհետ կորածներ, էլ չեմ ասում կորսված տարածքներ, լուծարված Արցախի հանրապետություն, 100,000-ից ավելի փախստականներ, պղծված եկեղեցիներ, ոչնչացված մշակութային կոթողներ, խաչքարեր եւ այսպես շարունակ, ու դրա դիմաց դեռ չկա որևէ մի հստակ պատնեշ, ավելին մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետություն խնդիրը չտեղափոխելու վտանգի մասին, այդ իսկ պատճառով, հարգելի բարեկամներ, երբ մեր բարձրաստիճան դիվանագետները հայտարարում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մոդելը կարող է արտահանվել հակամարտության մեջ գտնվող այլ տարածաշրջաններ, ես ակամայից հայկական ժողովրդական մի իմաստություն եմ հիշում, թշնամուս չեմ ցանկանա։ Եվ իրապես, այն որ խաղաղությունը այլընտրանք չունի, դա փաստ է, բայց այս կյանքում ամեն ինչ ունի իր գինը, իսկ թե ով է գոնե մեր տարածաշրջանում վճարում այդ գինը, ցավոք պատմությունը քանիցս ցույց է տվել։ Մտածեք այդ ուղղությամբ։